Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես գիշերը ժամը 1-ից 1:15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել գնդակոծման փաստն ու հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել։ Խոզնավարի հատվածում կրակոցներին անդրադարձել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանն ասել է, որ դիվանագիտական խողովակով խորհրդակցություն է իրականացվում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Խաղաղության կառուցման գործընթացում առաջընթաց կա, ասել է Արմեն Գրիգորյանը։ Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է եւ անհրաժեշտությունն է միայն մնացել, որպեսզի ստորագրվի պայմանագիրը։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստը, ինչպես նշել եմ, այլևս վերջնականացված է եւ միակ անհրաժեշտությունը ստորագրելն է։ Իրենք գիտեք, որ հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները եւ մենք էլ ունենք մեր մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Մենք պարբերաբար խոսում ենք դրանց մասին, կլինի Մինսկի խմբի լուծարման մասին, գիտեք, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև սահմանադրության մասով գիտեք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Սահմանային միջադեպերի հետաքննության մասով էլ գիտեք, որ մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք, հետաքննենք տեղի ունեցող միջադեպերը։ Ադրբեջանական կողմի նպատակը խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Անդրադառնալով Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից հնչող հայտարարություններին, թե Սյունիքում էսկալացիայի վտանգ կա, պատգամավորը նշել է, որ բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում է այն, ինչը կա եւ դրա համար պատասխան է տալիս։ Իսկ որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել, ինչ հիմքեր ունի, ասել է Խաչատրյանը։ Պատգամավորը վստահ է, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիրը, չեն կրակի։ Խաղաղությունն այլընտրանք չունի, շեշտել է պատգամավորը։ Ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա, եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած կրակցության ինչ որ չափով անհանգիստ։ Այնպես խոճապ չկա, ասեմ դες գյուղում որևէ խոճապ չկա, չեն կարող լինել, գյուղացիները զբաղոցատեն սովորեն դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնում է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրների լուծում։ Եթե կնքվի չեն կրակի ձեր կարծիքով։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետեւ եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այդ սահմանապահ գործառույթ իրականացնելու սահմանապահ զորքերը, երկուս տեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն լինի։ Անշարժ գույքը պետական մարմիններին, պոակներին եւ հիմնադրամներին տրվելու է վարձակալությամբ։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Օրենսդրական նոր կարգավորում է առաջարկել, ըստ որի պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալության կառավարության սահմանած կարգով։ Ստացված վճարներն ուղղվելու են պետբյուջե։ Կրթության նախարարն արձագանքել է։ Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ նախագիծը պետք է մանրամասն քննարկել խորհրդարանական քննարկման փուլում հասկանալու ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, քանի որ որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն դպրոցների դեպքում, եւ որ այս ծավալի վարձակալությունը կարող է լրացուցիչ բեռ առաջացնել բյուջեի համար։ Կարևոր է ընդգծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Առաջարկվել է նախագիծը թափանցիկությունը բարձրացնելու
բարձրացնելով պայմանավորված, նաև հանրային վերահսկողությունը բարձրացնելով պայմանավորված, պիտի ասեմ, որ միջազգային մի շարք երկրների փորձ են ուսումնասիրել մեր գործընկերները, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, որտեղ համանման կարգով է ուրեմն կառավարվում պետական գույքը։ Հիմա լավ, ենթադրենք հիմա կառավարության շենքը վարձակալում ենք եւ վճարում ենք ում։ Վճարում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այո, վճարվում է մեծ հաշվով պետբյուջե։ Հիմա չենք վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Ինչն է։ Բավարարչապետ գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ են այնպիսի գույքերը, որոնք չեն օգտագործվում, մասնակի են օգտագործվում, մի որոշ ընթացք հետո նպատակահարմարությունը տվյալ գերատեսչության կողմից գույքի օգտագործման ավելի պարզ կլինի։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանք ցերտին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում, հետեւաբար այդ գույքերի օգտագործման նպատակայնությունը կմեծանա։ Դա մեր տրամաբանությունը։ Մի քանի նպատակ կարող է հետապնդվել այսպիսի որոշմամբ։ Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որովհետեւ մենք բոլորս իմանանք, թե ցանկացած գերատեսչություն, որովհետեւ գույքի վարձակալությունը կամ զբաղեցումը նույնպես ծախս է, մենք իրականում ինչպիսի ծախսեր ենք անում, որովհետեւ այդ ծախսերը այսօր արտացոլված չեն մեր բյուջեում։ Երկրորդ նպատակը, որը կարող է այստեղ հետապնդվել, մենք երբեմն գույք ենք տրամադրում տարբեր հասարակական կազմակերպություններին կամ այլ կառույցներին, որպես օժանդակություն իրենց գործունեությանը, եւ այստեղ էլի այդ ծախսը որպես այդպեսին չի երևում։ Ես կարծում եմ, որ մենք այս թափանցիկությունը եւ մեր վարած քաղաքականությունը ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք եւ արձանագրենք եւ հաշվենք եւ այդ հաշված գումարը տրամադրենք հասկանալու համար այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինը մատուցում է, ինչ է արժենում մեզ համար եւ ըստ այդմ հետո արդյունավետության բարձրացման որոշումներ կայացնելու հիմք կհանդիսանա դա։ Կարծում ենք, որ ամեն դեպքում որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն, որտեղ նախ եւ առաջ այս ծավալի ուրեմն վարձակալությունը առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, որտեղ ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք, եւ երկրորդը սա նաեւ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները, որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու, հետեւաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ առանձնահատկություն կարող լինի, ասենք ենթադրենք, պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Պարոն վարչապետ, այստեղ նախ եւ առաջ մենք ունենք հասկանալու, որ մենք դպրոցի շենքը վարձակալությամբ ենք տրամադրում դպրոցի համար, արդյոք այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրթության իրավունքի ապահովման մեր մոտեցումը, թե ոչ։ Շատ լավ, դրա համար պետք է հասկանանք ինչով է նսեմացնում կրթության իրավունքի իրացումը։ Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց այստեղ կարծում եմ բոլորը խոսում են արդյունավետությունից, պիտի նախ եւ առաջ նաեւ հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ մենք
վարչարարություն են գեներացնելու լրացուցիչ։ Մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները օրինակ չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել եւ ուսումնական հաստատությունների արդյունավետության նաեւ այդ տեսանկյունից խնդիր ենք ունենում եւ ուղղակի ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն եւ առաջարկում եմ ազգային ժողովի փուլում եւս մեկ անգամ այս հարցը քննարկել։ Որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում։ Դա նշանակում է, որ մասնավորի հետ մենք անարդար մրցակցության մեջ ենք, որովհետև կարող է պատահել նույն ծառայությունը այդ ինքնարժեքով, դեռ ավելի բարձր որակով եւ քիչ ինքնարժեքով ալտերնատիվ մատուցող լինի։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ շատ լավ լուծում է սա եւ լավ որոշում։ Հաջորդ կարևորը նա է, որ սա որևէ կերպ բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում։ Ես կբացատրեմ ինչ եմ ասում այդպես, որովհետև մենք սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն ենք ապահովելու եւ պետական բյուջեում արտացոլելու ենք ռեսուրսային արժեքը, որ մեր տարբեր պետական կառավարման մարմիններ օգտագործում են։ Եվ պայմանավորվել ենք, որ մի կողմից ծախսն են գրելու, մյուս կողմից առանց քննարկելու այն եկամուտներն են գրելու, որոնք հաշվարկային մեծություն են, բայց նաև ծախսը դիմաց է, որ մենք տալու ենք պետական բյուջեից, որպեսզի այդ դպրոցը որպես ՊՕԱԿ բավարար միջոցներ ունենա քննարկումից դուրս այդ վճարը վճարելու համար։ Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է հանրության շրջանում քննարկման թեմա դարձած հարսանեկան միջոցառմանը, որը տեղի էր ունեցել մարզահամերգային համալիրում։ Համալիրը տարիներով քանդվել է, քայքայվել ու հիմա միլիարդներ են ներդրվել, բայց դեռ չեն կարողացել քայքայման պրոցեսը կանգնեցնել, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նման միջոցառումների անցկացմանը, պետք է քաջալերել, ասել է վարչապետը։ Աղմուկ բարձրացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Հասկանում եք, այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառից բումն իմաստով, քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա, համերգ տեղի ունենա, համերգ, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա բանի սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, բանի ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենանք, չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումն է նաև եկեղեցիների նկատմամբ։ Վարչապետն ասել է, որ վերջերս մի քանի տաճարներում մոմ վառելուց հետո կրթության նախարարին հարցրել է, արդյոք խնդիր դնում են այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նույնիսկ այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ։ Ինչքան կարելի է այսքան ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում։ Ես շատ ուշադիր հետևում եմ։ Մի ամսից այդ լուսերի կեսը խփում է։ Ոչ մեկ էլ չի մտածում, որ դա պետքա փոխել։ Կարևորն այն է, որ առաջին օրվա բացումնարին նկարեցին Facebook-ում գցեցին։
Արդեն երեկոյան ժամերին խաչ չի, սենց կիս այդ բան, ոչ մեկ չի մտածում, որ այդ պետքա փոխել։ Ու սա վերաբերմունքը հասկանում եք, խաչի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, հավատի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ էլ այս վերաբերմունքը, բայց որ հիմա մեկը նախաձեռնություն անի, ասեք եկեք տանենք համալիրի գլխին մի հատ մեծ խաչ տնենք, շատ մեծ բան կառաջանա, շատ մեծ ակտիվություն կա, ինչպիսի նվիրական առաջարկություն, իսկապես եկեք տանենք խաչ տնենք համալիրի գլխին։ Հայկ Սարգսյանի հեղինակած ինձեռայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը մտահոգում է մարդու իրավունքների պաշտպանին։ Անահիտ Մանասյանը կարծում է, որ նախագծի ռիսկերը բավարար գնահատված չեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանը ներկայացրել է մտահոգությունները, ասել, որ նախագիծն իր հետ չի քննարկվել, բայց վստահ է, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենան։ Եթե օրինագիծն ընդունվի, պաշտպանի գրասենյակն իրավասու է, հետևաբար կարող է դիմել սահմանադրական դատարան, ասել է Անահիտ Մանասյանը։ Ըստ էության, եթե մասնագիտական լեզվով ասելուրին եմ, պիտի ասեմ, որ ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով, եւ երկրորդ հանգամանքը, որը հիմա դարձյալ կուզենամ շեշտադրել, այն է, որ մենք բոլորս գիտենք, որ զինված ուժերում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, եւ այս տեսանկյունից դարձյալ իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն եւ հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից։ Առաջին հերթին սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունն է, որը միանշանակ, եթե իհարկե նախագծային կարգավորումները մեր կողմից դեռ ուսումնասիրության փուլում են, որովհետեւ շատ ավելի մեծ նախագիծ է, քան այն տրամաբանությունը, որը հանրային քննարկումների տեղիք է տվել, բայց միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներում չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես ինքս տեսնում եմ, դիմելու եմ սահմանադրական դատարան, բայց այս պահին էլ հույս ունեմ, որ գործընկերները ըստ էության հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որ ներկայացրել ենք եւ ըստ էության չենք ունենա այդ կարգավորումները։ Նոր քվարչական շրջանը նոր ղեկավար ունի, քաղաքապետի որոշմամբ շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը, նա մինչև այդ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։ Ողբերգական ելքով վթար է տեղի ունեցել ապարանք-Քուչակ ճանապարհին, դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարզվել է, որ ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին բախվել են Օպելն ու միկրոավտոբուսը, մեքենայում հրդեհ է բռնկվել, Օպելն այրվել է, մինչև փրկարարների կանչի վայր հասնել է 13 քաղաքացի, տեղի ուժերով դուրս է բերվել մեքենաներից, տուժածներից 4-ը տեղափոխվել է բուժկենտրոն, փրկարարները սահմանազատել են տարածքը, 8 տուժածի մոտեցրել շտապօգնության եւ անձնական մեքենաների տեղափոխել բուժկենտրոն, բժիշկներն արձանագրել են մեկի մահը։ Եվս մեկ վթար է եղել գիշերը Վանաձոր Ստեփանավան ճանապարհին, վազ մակնիշի մեքենան բախվել է Մայթեզրին կայանված Mercedes-Benz մակնիշի բեռնատարին, 21-ամյա ուղևորը տեղում մահացել է, վարորդն ու 3 ուղևոր հոսպիտալացվել են։ Առողջապահության նախարարն է գրառում կատարել, Անահիտ Ավանեսյանը Facebook-ում գրել է, որ ապարանք-Քուչակ ճանապարհի վթարի հետևանքով տուժել է 12 անձ, 11-ն ապարանի բուժկենտրոնում ստանում է համապատասխան բուժում, նրանք ունեն կոտրվածքներ։ 27 տարեկան տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպվում է սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան։ Վանաձորի վթարից էլ տուժել է 5 անձ, որից 4-ը տեղափոխվել է Վանաձորի բուժկենտրոն, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիտալացվել, 2-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։ Ավանեսյանը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները, խուսափելու նման ողբերգական դեպքերից։
Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա, ուսավերջին շրջանում մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկների հետ տեղի ունեցած դեպքերից ընդամենը հերթականն է։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Այն, որ ֆիզիկական բռնության դեպքերը Երևանյան փողոցներում հաճախակի են լինում, նկատի ունեմ այս կրտուկ, վիճաբանություն, ընդհանուր մինչև սպանություն, ցավոք սրտի ապացուցում են լրատվական գլխագրերը, բայց որ այս ամենի ֆոնին որերորդ անգամ ծեծի են ենթարկում բժշկի, ով եկել է կյանք փրկելու, դա որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ։ Կարծում եմ կռայեցիք, որ խոսքը հերթական ծեծված բժշկի մասին է։ Այո, բարեկամներ, հերթական դեպքն է գրանցվել մայիսի 26-ի ուշ երեկոյան։ Ես հիշեցնեմ, որ ընդհանրապես առաջատար մասնագետները սոցիոլոգիայի լավագույն մասնագետները փաստում են, որ ցանկացած հասարակության մասին կարելի է կարծիք կազմել դիտարկելով ընդամենը 3 գործոն, թե ինչպես է տվյալ հասարակությունը մեքենա վարում, ինչ երթևեկություն ունի, թե ինչպես է նրանք վարվում ուսուցիչների հետ եւ ինչպես է այդ հասարակությունը վարվում բժիշկների հետ։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Եվ այսպես Երևանում կանչով մեկնած շտապօգնության բժիշկների վրա հարձակվել են այս անգամ կացնով։ Կացին եղբայրը ալկոհոլի ազդեցության տակ էր, ինչը բնավ չի արդարացնում նրա վարքագիծը, ինչպես ասում էր դասականը, այդ չեք կարող մի խմեք, մենք կրակը չենք ընկել ձեր ձեռքը։ Մեկը խմում է կացնով հարձակվում, մեկը խմում է կնոջն է ծեծում, մյուսը քաշում է, դանակ է քաշում, այսպես մինչև ուր։ Մեզ մոտ ընդհանրապես ձևավորվել է մի իրավիճակ, որ եթե շտապօգնության խումբը մինչև կանչի վայր հասնելը, եթե վթարի չի ենթարկվում, ուրեմն անպայման պետք է ծեծի ենթարկվի նրա կողմից, ով որ կանչել է։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին արդյունքում կացնով հարվածել է բժշկին։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր, պարզվել է, որ ոչ թե հարված է եղել, այլ հարձակում։ Բարեբախտաբար միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել։ Երեկոյան շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել էր նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացի եւ անկանոն շարժումներով հարձակվել բժիշկների վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ եւ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահպանման հատուկ վայր։ Ընկերներ, ու սա վերջին շրջանում տեսեք որերորդ դեպքն է, համենայն դեպս մեր թողարկման ընթացքում, որ մենք անդրադարձ ենք կատարում։ Ընդհանրապես, երբ ամենամարդասիրական նպատակներով բժիշկը մեկնում է օգնություն ցուցաբերելու եւ մարդկանց մարդատյացությամբ են դիմավորում, այս քայլերը պետք է հետևանք ունենա։ Բայց խնդիրը բարոյականից զատ նաև քրեա իրավական կողմ ունի։ Սրան որպես կանոն քրեականորեն բաժելի արարքներ որակավորումը պետք է տան։ Պատկերացնում եք, մենք այս լուսավոր դարում հասել ենք մի հանգրվանի, երբ ԶԼՄ-ները հատուկ հաղորդագրություններ են տարածում, որով ծանուցում են մեր քաղաքացիներին, հորդորում են, որ կանչի մեկնած բժիշկներին չծեծեն։ Դուք պատկերացնում եք, իրապես, պատկերացնում եք, խնդիրը այնքան լուրջ է, որ պաշտոնական հաղորդագրությունից մի դրվագ եմ ձեզ համար առանձնացրել, ուրեմն պատկան մարմինները հորդորում են, նախ եւ առաջ պահանջում են մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել եւ չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությանը։ Իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ որ հարցում այնուամենայնիվ թերացել են, ձեռնարկել միայն ու միայն օրինական քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեա իրավական հետևանքները լինելու են անխուսափելի, մեջբերմանավարտ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել են։ Եվրոպայից ենք խոսում, քաղաքակիրթ հասարակությունից ենք խոսում, Եվրոմիությանն ենք ուզում անդամակցել։ Տեսեք, մեզ հորդորում են, որ բժշկին ծեծել չի կարելի։ Գիտեմ, հիմա շատերը կասեն, Ռաֆայել, ինչու ես ընդհանրացնում, չէ՞ որ սա եզակի դեպք է։
այն որ դեպքը եզակի է, ես չեմ բացառում, բայց որ բացառիկ դեպք է, նկատի ունեմ, չի կրկնվում այդքան հաճախ, դրա հետ համաձայնել չեմ կարող։ Հաշվել եք վերջին շրջանում քանի նմանատիպ դեպք է եղել։ Իդեպ, ես ոչ թե բարոյախոսական ճառ եմ հիմա ասում, այլ հորդորում եմ պատկան մարմիններին, որ մեր բժիշկներին հատուկ կարգավիճակ շնորհեն, որ եթե որևէ մեկը կապ չունի, ինչի ազդեցության տակ է, հանկարծ համարձակվի կյանք փրկող մասնագետին ծեծի կամ կացին բարձրացնի վրան, այդ կացի նախպոր հեքիաթը տեղում պիտի հասցնեն ավարտին, երկնքից երեք շատ մեծ ու ծանր խնձոր էլ պիտի գահավիժի այդ հանցանք գործողի պարանոցին։ Այսպիսով, մանկավարժ խոշտանգելով, բուլինգի ենթարկելով, բժիշկ ծեծելով ու խաղադրույքների ռեկորդներ սահմանող մեր հասարակությունը պիտի լուրջ մտածի իր ապագայի մասին, թե ուր ենք մենք ցանկանում գնալ։ Դուք էլ, հարգելի հեռուստադիտողներ, մտածեք այդ ուղղությամբ։ Գյումրիում բնակարանային գողություն կատարած տղամարդը կալանավորվել է, մանրամասները ոստիկանության տեսանյութում։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն եւ մայիսի 21-ին վարչություն հրավիրեցին ենթադրյալ տուժածին։ Գյումրիի Երևանյան խճուղի բնակիչն ընդունեց, որ մոտ 2 ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու եւ իր բացակայության հանգամանքից մտել բնակարան ու գողացել են 1 բնանկար եւ 1 դիմաքանդակ։ Հետագա միջոցառումներով պարզվեց սակայն, որ սա նույն անձի, նույն վայրից, նույն նպաստավոր պայմաններով կատարված միակ գողությունը չէ։ Տանտիրոջ բացակայությամբ եւ բաց դռնով Գյումրու 50-ամյա բնակիչը մտել ու գողացել էր եւս 1 նկար, նաեւ հագուստ ու այլ կենցաղային իրեր։ Ու սա էլ դեռ բոլորը չէր։ Մեկ ուրիշ անգամ էլ նույն հանգամանքներում տղամարդը գողացել էր կենցաղային իրեր ու տանտիրոջ փաստաթղթերը։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել 50-ամյա տղամարդու տանը։ Դիմաքանդակը, բնանկարը, տուժածի փաստաթղթերն ու գողացված որոշ կենցաղային իրեր հայտնաբերվել են։ 50-ամյա գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Միջազգային լրահոսին ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Լավրովը Ռուբիոին իրազեկել է Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի մայիսի 19-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի, ինչպես նաեւ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին ընդառաջ ռուսական կողմին ներկայացնելիք կոնկրետ առաջարկների մասին։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ օրակարգային արդիական հարցեր։ Կողմերը վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը շարունակել ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը։ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է, որ Ստամբուլում Մոսկվան եւ Կիևը պայմանավորվել են պատրաստել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր կայուն կարգավորման հասնելու համար։ Լավրովի խոսքով հուշագրում շարադրված է Ռուսաստանի դիրքորոշումը ճգնաժամի նախապաճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը անօրինական են ճանաչվել եւ արգելափակվել միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանի կողմից։ Նյու Յորքում ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով դատարանի 3 դատավորներից բաղկացած կոլեգիան որոշում է կայացրել բավարարելով մի շարք դատական հայցեր, որոնցում պնդվում էր, որ Թրամփը իր մաքսատուրքերով չարաշահել է իր իշխանությունը եւ երկրի առևտրային քաղաքականությունը կախվածության մեջ դրել իր
դիմահաճույքներից։ Դատարանի որոշումը կասեցնում է Թրամփի սահմանած 30% մաքսատուրքերը Չինաստանի նկատմամբ, 25% մաքսատուրքերը Մեքսիկայից եւ Կանադայից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ եւ 10% համընդհանուր մաքսատուրքերը Միացյալ Նահանգներ մուտք գործող ապրանքների մեծ մասի համար։ Այնուամենայնիվ դա չի ազդում ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, պողպատի եւ ալյումինի նկատմամբ սահմանված 25% մաքսատուրքերի վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հանդիպմանը վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև փոխվստահության եւ աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակվի հաջող զարգանալ։ Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները եւ կարևորվել այս ոլորտում իրականացվող աշխատանքների հետագա ընդլայնումը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպումներ է ունեցել Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպանների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական եւ միջազգային հարցերով տեղակալը առանձին հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Կոնգ Պեյվուի եւ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ։ Հաշվի առնելով BRICS-ի առաջիկա գագաթնաժողովը, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությունը, Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք այս երկու կարևոր երկրների խմբերի շրջանակներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ասել է Ղարիբաբադին։ Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը X-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։ Խոսքը կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է։ Այն պայքարում է արդյունավետ ծախսերի դեմ։ Իմ պաշտոնավարման ժամկետը որպես հատուկ պետական ծառայող մոտենում է ավարտին։ Շնորհակալություն նախագահին ոչ արդյունավետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար, գրել է Մասկը։ Ապրիլի 22-ին ձեռնարկատերը հայտնել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել կառավարության արդյունավետության դեպարտամենտում աշխատելու համար հատկացված ժամանակը եւ կենտրոնանալ իր Տեսլա ընկերության վրա։ Հարավային Կորեայում ծովային պարեկային ինքնաթիռ է կործանվել, այն բախվել է Սարին։ Ինքնաթիռում 4 մարդ է եղել, սակայն նրանց ճակատագիրը անհայտ է։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում Պոհանգ քաղաքում, որը գտնվում է Ճապոնական ծովի ափին։ Վթարի ականատեսները պատմել են, որ Սարի լանջից ծուխ էր երևում, թե որն է եղել կործանման պատճառը դեռ պարզ չէ։ Իսպանիայի Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավի շրջվելու հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նավում եղել է շուրջ 180 մարդ։ Այն խորտակվել է Էլ Հիերոյի Լա Ռեստինգա նավահանգստին մոտենալիս։ Եվ թողարկման վերջում եղանակի մասին։ Վաղը կեսօրից հետո եւ գիշերը շրջանների մեծ մասում նաեւ Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։